Հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնի Ութաֆյանն եմ, բարի առավոտ։ Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունք իրանցվում է և նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրության վերջնարդյունքում։ Նրա խոսքով քվեների վերականգնումն այս պահին ընթացքի մեջ է։ Տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է և տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում և առողջ բանականության շրջանակում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ազգային ժողովում։ Ընդդիմությունը պնդում է, որ իշխանափոխության հույս կա, բայց դեռ չեն նախատեսում փողոցային պայքար։ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանի խոսքով այս պահին վերահաշվարկ է տեղի ունենում և ամենակարևոր հարցն այստեղ այն է՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է արդյոք անցողիկ շեմը, թե ոչ։ Նախ պետք է պարզել, թե ընդդիմությունը քանի ուժից է բաղկացած, այսինքն քանի ուժ է հաղթահարել անցողիկ շեմը խորհրդարան անցնելու և քանի ուժով պետք է այդ որոշումները կայացնեն։ Իշխանափոխության հույս ունենք, վերջնական ընտրությունների արդյունքները երբ պարզ կլինեն, մոտակա հանրահավաքներ չեն լինելու, վերջնական ընտրությունների արդյունքները իրականում ամսի 14-ի դրությամբ պարզ կլինի պատկերը, բայց դրանք դեռ վիճարկվելու են սահմանադրական դատարանում, դա էլ է տևական գործընթաց, խոսքը իհարկե ամիսների մասին չէ, բայց խոսքը հաստատ շաբաթների մասին է, իսկ հանրահավաքների այլ գործողությունների մասին այստեղ էլի պիտի կրկնեմ, դա իսկապես միասնական ընդդիմության որոշումները պետք է լինեն, այդտեղ ամեն մեկ ուժ ստացել է որոշակի մասնաբաժին քվեների, վստահության որոշակի մասնաբաժին և հենց դրանով էլ պետք է առաջնորդվի, այդտեղ ամեն մեկ ունի իր պատասխանատվության բաժինը, բայց այդտեղ էլի ամենաբազային հարցը արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարել է շեմը թե չէ, որը պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում։ 3 տասնյակից ավելի ընտրատեղամասերի վերահաշվարկից հետո քաղաքացիական պայմանագիրը կորցնում է զգալի ձայներ, հայտարարել է Գոհար Մելոյանը։ Ըստ իր ներկայացրած փաստերի, օրինակ 26 կոտորակիոտ ընտրատեղամասում քաղաքացիական պայմանագիրը 0 ձայն է ստացել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը 717 է մուտքագրել։ 36 կոտորակ 32 ընտրատեղամասում 59 ձայն է ստացել քաղաքացիական պայմանագիրը, իսկ ՀՀ-ն գրանցել է 748, 689 ձայն ավելի։ Ները բազմատեսակ են, իրապես բազմատեսակ են, այսինքն հանձնաժողովականների մակարդակով տեղամասային կենտրոնների վստահված անձանց մակարդակով այնպիսի խախտումներ են արել ծավալուն, որոնք իրապես էականորեն մարդու կամ արտահայտության վրա ներազդեցություն է ունեցել։ Ավելին, սահմանադրագետը պնդում է, որ Հանրապետությունում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքները չեն արտահայտում ընտրության իրական պատկերը։ Նա ցույց է տվել ընտրախախտումների ապացույցները։ Այստեղ տեսախցիկները իդեպ մի շարք տեղամասային կենտրոններում տեսախցիկները կապարակնքել ենք ու նորից փոկել են որոշ տեղամասային կենտրոններում հրաժարվել են անգամ կապարակնքեն։ Հիմա քաղաքացիական այս սևազգեստ տղամարդը քաղաքացիական պայմանագրի վստահված անձն է։ Խնդրեմ։ Անընդհատ տեսեք։ Գալիս է քաղաքացիները քվեարկում են, վերևից պարբերաբար ընտրողներին վերահսկում է եւ ուղղորդում է։ Օրինակ, սա նորմալ է։ Տեղում վստահված անձիկ չեն փորձել միջամտել հանձնաժողովի շատ դեպքեր, տեսեք, սա դեռ էս պատկերը բազմաթիվ միջամտությունների, կանխարգելումների արդյունք է, բայց զուգահեռաբար էլ բազմաթիվ դեպքեր, օրինակ տեսակ, հանձնաժողովականին վստահված անձին մեր քաղաքական ուժի, ով ակտիվ ու իրավագիտակից է, մի հատ նկատառում արել, որ խախտում կանխարգելի, դրսում ծեծել են հաջորդի։
Քաղաքացիական պայմանագիրը հենց ընտրության գիշերը շտապեց հայտարարել, թե հաղթել է եւ կարող է միանձնյա կառավարություն ձևավորել։ Սակայն ընտրությունում հաղթելը միշտ չէ, որ նշանակում է ստանալ այն ամենը, ինչ ցանկանում ես։ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քաղաքական նպատակներից մեկը ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ապահովելը առայժմ չի իրականացել։ Նախնական արդյունքների համաձայն քաղաքացիական պայմանագիրը պահպանել է կառավարություն ձևավորելու հնարավորությունը, սակայն չի ստացել այնքան մանդատ, որը թույլ կտար առանց այլ քաղաքական ուժերի աջակցության ընդունել սահմանադրությանը եւ մի քանի առանցքային պետական ինստիտուտներին առնչվող որոշումներ։ Իրապես իշխանությունը բախվում է շատ մեծ բարդությունների, դժվարությունների հետ, որովհետև այսօրվա կտրվածքով, եթե մենք ելնում ենք նրանից, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է խորհրդարան, թվան ունենալու է ընդամենը 60 ձայն։ 3/5 մեծամասնությունը պետք է առնվազն լինի 63 եւ եթե թվան չունի 63 ձայն, ինքը չի կարող որևէ փոփոխություն կատարել սահմանադրական օրենքների մեջ, սահմանադրական են օրենքները, որոնք թվարկված են մեր սահմանադրության 103 հոդվածի, 103-րդ հոդվածի երկրորդ մասում։ Այսինքն կանոնակարգը, ազգային ժողովի, ընտրական օրենսգիրքը, դատական օրենսգիրքը, սահմանական դատարանի մասին օրենքը, հանրաքվեի օրենքը, կուսակցությունների մասին օրենքը, ՄԻՊ օրենքը, դրանք բոլորը կարող են ընդունվել կամ փոփոխվել 3/5 մեծամասնությամբ։ Այդ ձևավորվելիք ազգային ժողովում, եթե նախնական արդյունքները հաստատվեն եւ Բարգավաճ Հայաստանը նաեւ մտնի ազգային ժողով, ուրեմն ԿՊ չի կարողանալու առանց անդիմադիր ֆրակցիաների հետ համաձայնության հասնելու որևէ թար կամ ստորակետ փոխել։ Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի, սրբարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում։ Ստյոպա Սաֆարյանը մի քանի անգամ տարածել է գրառումներ, որտեղ վիրավորական արտահայտություն է վերագրել Բագրատ Սրբազանին, սակայն Սրբազանն այդ արտահայտությունը երբեք չի հնչեցրել։ Տարածված ձայնագրության մեջ տվյալ արտահայտությունն անողն ակնհայտորեն Բագրատ Սրբազանը չէ։ Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն եւ սահմանել է հատուցում 100,000 դրամ, չնայած հայցվորը պահանջել 3 միլիոն դրամ։ Հսկող դատախազը որոշում է կայացրել վերացնել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։ Դատախազը հաշվի է առել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ գլխավոր դատախազին եւ հսկող դատախազին ուղղված միջնորդությունները։ Հիշեցնեմ, որ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն արդեն 20 օր է հացադուլ է անում։ Փաստաբանի փոխանցմամբ Օսիպյանի մոտ նկատվում են թուլություն եւ գլխապտույտ, իսկ նա հրաժարվում է նաև բուժզննումից։ Ազատ են արձակել նաև Արտակ Ավետիսյանին եւ նրա նկատմամբ կիրառել են վարչական հսկողություն հանրային խոսքի արգելքի պայմանով։ Հիշեցնեմ, որ մայիսի 12-ին Շենգավիթում ԿՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Դավաճան բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։ Մայիսի 14-ին խուզարկել էին նրա տունը, իսկ հաջորդ օրը դատարանը որոշել էր կալանավորել նրան 1 ամսով։ Իսկ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը եւ 20 միլիոն դրամ գրավը։ Մեղադրանքի հիմքում արգելանքի տակ գտնվող գույքը վնասելն է։ Հատկանշական է, որ այս պատմության մասին դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում հրապարակային հայտարարություններ արել Նիկոլ Փաշինյանը։ Դիլիջանում կայացած հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ Գուլոյանի տունն արդեն պետական սեփականություն է, սակայն վերջինս Փաշինյանի ձևակերպմամբ գնացել ու տնից գողություն է արել, ինչի հետևանքով հարուցվել է նոր քրեական գործ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրկին շատ ուժեղ կհարվածեն Իրանի, ինչպես դա արել են ավելի վաղ։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ ցանկանում է իմաստալից գործարք կնքել Իսլամական Հանրապետության հետ եւ պնդել, թե Իրանն արդեն իսկ հրաժարվել է միջուկային զենք ունենալու գաղափարից եւ դա պետք է ամրագրվի համաձայնագրի միջոցով։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ իրենք հիմա գտնվում են այնպիսի դիրքում, որը թույլ է տալիս կնքել այնպիսի գործարք, որը տնտեսապես շահավետ կլինի Միացյալ Նահանգների համար եւ որն իսկապես կլուծի Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, ոչ միայն հիմա, ոչ միայն Թրամփի նախագահության օրոք, այլև երկարաժամկետ հեռանկարում։ Իրանը միջուկային զենք չի ունենալու, սա է մեր քաղաքականության նպատակը եւ ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք այդ նպատակին հասնելուն, բայց մենք դեռ անելիք ունենք եւ շարունակելու ենք դա անել, ասել է ամերիկացի պաշտոնյան։ Թուրքիան չնայած իր ջրային զգալի ռեսուրսներին, ջրային պաշարներով հարուստ երկրների շարքին չի դասվում եւ առաջիկա տարիներին կարող է հայտնվել սահմանափակ ջրային ռեսուրսներ ունեցող երկրների թվում։ Թուրքիայի պետական ջրային տնտեսության գլխավոր վարչության եւ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն երկրի 78 միլիոն հեկտար ընդհանուր տարածքի մոտ 24 միլիոն հեկտարը կազմում են մշակելի գյուղատնտեսական հողերը։ Թուրքիան մինչև 2028 թվականի վերջ նախատեսում է ռոռոքելի դարձնել 7.85 միլիոն հեկտար տարածք։ Կիսաչոր կլիմայական պայմաններ ունեցող Թուրքիայում տարեկան տեղումների ծավալը գնահատվում է 450 միլիարդ խորանարդ մետր։ Միաժամանակ երկրի տեխնիկապես եւ տնտեսապես օգտագործելի ջրային ներուժը կազմում է 112 միլիարդ խորանարդ մետր։ Բնակչության շարունակական աճն ու կլիմայական փոփոխությունների ազդեցությունը կարող է խորացնել ջրային ռեսուրսների սղությունը։ Այդ պատճառով Թուրքիայի իշխանությունը հետևողական կառուցում է նոր ջրամբարներ եւ ջրի պահեստավորման համար նորագույն ենթակառուցվածքներ, նպատակ ունենալով առավել արդյունավետ եւ բազմակողմանի գործածել ջրային ռեսուրսները։ Եվ վերջում եղանակի մասին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է նաեւ կարկուտ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդարատ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, կհանդիպենք, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր։